Ուրեմն ես ձեզ մի բան եմ ասում, հայոց համազգային շարժումը կենդանի օրգանիզմ է, ընդհանրապես այնտեղ մարդիկ են, քաղաքական մարդիկ, որոնք մշտապես քննարկումներ են անցկացնում, ցանկացած հարցի վերաբերյալ խոսում են, տեսակետներ են արտահայտում, հայոց համազգային շարժումը գործում է շատ բաց սկզբունքներով, հիմա տվյալ պարագայում մեր քննարկումները, բաց քննարկումները դարձել են մամուլի շահարկումների առարկա, դրա համար մենք փորձել ենք խնդիրը մի քիչ ասենք, թե սառեցնել, տեղափոխել այլ դաշտ եւ հայտարարել հետեւյալը, պարոն Քոքոբելյանը, ոնց որ եւ ցանկացած ՀՀՇ վարչության անդամ, ցանկացած ՀՀՇ-ական իր տեսակետները միշտ բաց արտահայտել է, ասենք 1000 հարցի շուրջ 998-ում մշտապես ասենք, թե կողմ է եղել բոլոր են լուծումներին, որոնք մենք միասին ենք տեսել, երկուսում ասենք, թե ինչ-որ գտել է մի այլ լուծում, ոնց որ եւ մեզանից յուրաքանչյուրը, հիմա եթե ես կոչ անեմ բոլորին, գնանք դեպի Կասկադ, մի մասը կասի գնանք դեպի օպերա, մյուս մասը կասի չէ, իջնենք ասենք Մաշտոցի պողոտայով, դրա համար ես կարծում եմ այն բնական պրոցեսները, որոնք առկա են հայոց համազգային շարժում կուսակցությունում, ինչ որ շահագրգիռ կամ չգիտեմ դավադիր ուժեր փորձել են ներկայացնել այլ կերպ, հավատացած եղեք, որ մեզ մոտ որևէ պրոբլեմ չկա, մեզանից դուրս մանեկեք պրոբլեմը։ Անի ջան Հարգելի քաղաքացիներ, դուք խանգարում եք հասարակական կարգը, ձեր կողմից կազմակերպված հրապարակային միջոցառումը անօրինական է, կրկնում եմ, հարգելի քաղաքացիներ, դուք խանգարում եք հասարակական կարգը, ձեր կողմից կազմակերպված հրապարակային միջոցառումը անօրինական է, պահանջում ենք պահպանել հասարակական հրապարակային միջոցառումը
միջոցառումը անօրինական է։ Օրենքի խախտումը օրենքով սահմանված կարգով դրվել է պատշաճ իրազեկում քաղաքապետարանը օրենքի խախտումով արգելել է այդ նստացույցը։ Ինչ հիմքով են արգելել։ Մշակույթի բաժինը քաղաքապետարանի Հարգելի քաղաքացիներ, նորից կրկնում եմ, ձեր կողմից կազմակերպված հրապարակային միջոցառումը անօրինական է, քանի որ դեռևս նույն թվականի հունիսի 11-ին այդ մասին ձեզ իրազեկել են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Դուք ձեր գործողություններով խախտում եք հասարակական կարգը։ Անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգը և կատարել ոստիկանության օրինական պահանջները։ Անօրինական է, քանի որ դեռևս նույն թվականի հունիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ձեզ իրազեկվել է այդ մասին։ Դուք ձեր գործողություններով խախտում եք հասարակական կարգը։ Անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգը և կատարել ոստիկանության օրինական պահանջները։ Հակառակ դեպքում ձեր նկատմամբ կիրառվեն օրենքով սահմանված միջոցառումներ։ Նորից կրկնում եմ, հարգելի քաղաքացիներ, ձեր կողմից իրականացվող հրապարակային միջոցառումը անօրինական է, որի մասին դեռևս թվականի հունիսի 11-ին ձեզ իրազեկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Դուք ձեր գործողություններով խախտում եք հասարակական կարգը։ Անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգը և կատարել ոստիկանության օրինական պահանջները։ Հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ։ Պահպանեք հասարակական կարգը։